Նոյեմբերի 11-ին խորհրդարանի ոսկեզոզ դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 19-րդ նիստը հայկական կողմից Արամ Սաֆարյանի եւ ռուսական կողմից Նիկոլայ Ռիժկովի համանախագահությամբ։ Նիստի բացմանը ազգային ժողովի նախագահի տեղակալ Սամվել Բալասանյանը ողջունեց մասնակիցներին ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի անունից, մաղթելով արդյունավետ աշխատանք։ Խոսելով միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության մասին Սամվել Բալասանյանը ընդգծեց դրա կարևոր դերակատարությունը ոչ միայն երկու երկրների միջխորհրդարանական, այլ նաև միջպետական հարաբերությունները զարգացնելու եւ ամրապնդելու հարցում։ Հանձնաժողովի երկարամյա աշխատանքի արդյունքում երկու խորհրդարանների միջև կապերը կայուն եւ դինամիկ ընթացք են ստացել, հնարավորություն ստեղծելով բացահայտել Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության ամբողջական ներուժը։ Բանախոսի խոսքով այս նիստի օրակարգը վկայում է, որ խորհրդարանականները ժամանակի հետ համընթաց են քայլում։ Ինովացիոն տեխնոլոգիաները տնտեսական դաշտում արագ եւ արմատական որոշումների են բերում, եւ այդ որոշումների օրենսդրական ապահովումը չպետք է հետ մնա։ Ինովացիոն քաղաքականության իրականացումը կնպաստի ինչպես ազգային տնտեսության, այնպես էլ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ասաց ազգային ժողովի փոխնախագահը եւ որպես հաջողված փորձ ներկայացրեց ԱՊՀ տարածքում առաջինը բացված ռուս-հայկական ինովացիոն համագործակցության կենտրոնի օրինակը։ Նիստի օրակարգային հիմնական հարցը վերաբերում էր գիտության, բարձր տեխնոլոգիաների եւ ինովացիոն ոլորտներում համագործակցության զարգացմանը։ Հայկական կողմից հարցը ներկայացրեց Կրթության եւ գիտության նախարարության գիտության հանձնաժողովի նախագահ Սամվել Հարությունյանը, ռուսական կողմից տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Ցեմախովիչը եւ ռուս Սատրուդնիչեստվոյի ղեկավարի խորհրդական Սերգեյ Օբրեզանովը։ Բանախոսներն անդրադարձան ինովացիոն ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավոր ուղղություններին ու հեռանկարներին, խոսեցին կոնկրետ ծրագրերի մասին։ Երկու ծրագրի վրա հատուկ ուզում եմ ուշադրությունը հրավիրել։ Առաջինը դա Ռոսկոսմոսի հետ մեր համագործակցության ընդլայնման խնդիրն է, որի նպատակն է լինելու բյուրականի աստղադիտարանի ապահ կոնսերվացումը։ Սա շատ կարևոր խնդիր է եւ ես կարծում եմ, որ մեր ռուսաստանցի գործընկերները այս հարցում մեզ օգնություն են ցույց տալու դուրս բերելու համար մեզ անհրաժեշտ ճիշտ լուծումների։ Երկրորդ հարցը միջուկային նոր արագացուցիչի կառուցման ծրագիրն է, Candle ծրագիրը, որի քննարկումները շարունակվում են արդեն երկար տարիներ Հայաստանում եւ որի ուղղությամբ մենք շատ կցանկանայինք տեսնել նաեւ մեր ռուսաստանցի գործընկերների մասնակցությունը։ Իմիջիայլոց մի քանի գիտական քննարկումների արդյունքում հայ եւ ռուս գիտնականները որոշել են այս հարցը բարձրացնել Հայաստանի եւ Ռուսաստանի գործադիր իշխանության մարմինների առաջ։ Ահա մեր այս քննարկումը եւս մի քայլ է այդ նպատակի համար մեր ներդրումը ունենալու հարցում։ 2010 թվականը ԱՊՀ տարածքում հայտարարվել է գիտության եւ ինովացիայի տարի։ Այս ոլորտում համագործակցությունը սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր նախապայման է, ինչն էլ իր հերթին անհրաժեշտ է բարձր տեխնոլոգիաների արտադրության համաշխարհային շուկայում մրցունակ լինելու համար։ Համաշխարհային ճգնաժամը մեծապես վնասեց այն երկրներին, որոնք հիմնականում շեշտադրում էին կատարել հումքի արտահանման վրա, մինչդեռ բարձր տեխնոլոգիաներով հագեցած տնտեսություններում ճգնաժամի ազդեցությունը փոքր եղավ։ Արդեն մշակվել է ԱՊՀ երկրների միջև ինովացիոն համագործակցության միջպետական նպատակային ծրագիր մինչև 2020 թվականը։ Ռուս-հայկական երկկողմ, ինչպես նաև բազմակողմ ձևաչափով համատեղ ծրագրերի համար, որպես հնարավոր ուղղություններ կարևորում եմ էներգոարդյունավետ տնտեսությունը, ատոմային էներգետիկայի անվտանգությունն ու զարգացումը, գիտության եւ կրթության ինտեգրումը, գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակումը, նորագույն բժշկական եւ արտադրական տեխնոլոգիաների զարգացումը։ Նաև հիացած եմ նիստերի այս նոր դահլիճով, որն իմ կարծիքով իր գեղեցկությամբ եւ աշխատանքային պայմաններով չի զիջում եվրոպական երկրների խորհրդարանների դահլիճներին։ 19-րդ նիստի շրջանակներում միջխորհրդարանական հանձնաժողովը ընդունեց արձանագրություն։ Փաստաթղթում ամրագրված են կողմերի քննարկված հարցերը, ոլորտը կարգավորող իրավական դաշտ ստեղծելու, ոլորտում երկկողմ հարաբերությունների պայմանագրային բազայի, ներդրման, համատեղ գիտատեխնիկական կենտրոնների ստեղծման ու համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև կադրերի վերապատրաստման հարցում համագործակցելու վերաբերյալ։ Միջխորհրդարանական հանձնաժողովը որոշեց աջակցել ինովացիոն մոդելային օրենսգրքի ընդունմանը, նպաստելով դրա ներդրմանը Հայաստանի եւ Ռուսաստանի ազգային օրենսդրություններում, առաջարկել հետաքրքրված նախարարություններին ֆորումներ, ցուցահանդեսներ կազմակերպել, ներգրավելով մասնավոր բիզնեսի, գիտակրթական հաստատությունների ներուժը, աջակցել համատեղ կենտրոնների ու նախագծերի ստեղծմանը։ Հանձնաժողովի որոշմամբ հաջորդ 20-րդ նիստը կկայանա 2011 թվականի ապրիլին Յարոսլավլ քաղաքում։ Նախատեսվում է քննարկել հումանիտար համագործակցությանը նվիրված հարցեր, ինչպես նաև հայկական կողմի առաջարկով անդրադառնալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքին։
Համագործակցության միջխորհրդանական հանձնաժողովի 19-րդ նիստի արդյունքները ամփոփվեցին հանձնաժողովի համանախագահներ Արամ Սաֆարյանի եւ Նիկոլայ Ռիժկովի համատեղ մամուլի ասուլիսում։ Նշենք, որ մինչև նիստի աշխատանքը սկսելը հանձնաժողովի անդամները ծաղիկներ դրեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Նույն օրը միջխորհրդանական հանձնաժողովի անդամները այցելեցին Էջմիածին մասնակցելու Վազգեն առաջին ծայրագուն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսի արձանի բացման հանդիսավոր արարողությանը։ Արձանի բացումը վերապահված էր Նիկոլայ Ռիժկովին եւ քանդակագործ Ֆրիդրիխ Սաղոյանին։ Արձանը ձուլվել է Նիկոլայ Ռիժկովի նախաձեռնությամբ։ Քանդակագործն է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր քանդակագործ Ֆրիդրիխ Սաղոյանը, նախագծողը ճարտարապետ Արտավազ Նազարեթյանը։ Հայ ժողովրդի բարեկամ Նիկոլայ Ռիժկովին արձանի ստեղծման համար շնորհակալական խոսք ասացին նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը, երաշնորհ Տեր Նաթան եպիսկոպոս Հովանեսյանը, Արամ Սաֆարյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը։ Համագործակցության միջխորհրդանական հանձնաժողովի 19-րդ նիստի մասնակիցները նոյեմբերի 12-ին այցելեցին Մոսկվայի տուն, մասնակցելու ռուս-հայկական հարաբերությունների զարգացման առնչվող հասարակական շարժման հայաստանյան գրասենյակի բացմանը։ Կազմակերպությունը նպատակ ունի աջակցել Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական գործընկերությանը, ընդլայնելով երկու երկրների հասարակական քաղաքական կազմակերպությունների կապերը, ակտիվացնելով երիտասարդական կառույցների շփումները, զարգացնելով համագործակցությունը մարդասիրական ծրագրերի շրջանակներում։ Հասարակական շարժումը որոշել է նաև տպագիր ձևաչափով անդրադառնալ հայ-ռուսական հարաբերություններին ու համագործակցությանը ռուս եւ հայ օրենսդիրների մասնակցությամբ։ Մոսկվայի տանը տեղի ունեցավ նաև զարգացման ստրատեգիաները ամսագրի շնորհանդեսը։ Այնուհետև միջխորհրդանական հանձնաժողովի նիստի մասնակիցները մեկնեցին Վայոց ձորի մարզ։ Նրանք այցելեցին Գետափի գինու գործարան, շրջեցին գործարանի տարածքում ու արտադրամասերում։ Ռուսական պատվիրակության երրորդյա այցը Հայաստան ավարտվեց պատմամշակութային վայրեր այցելությամբ։ Հյուրերը եղան Նորավանքի համալիրում, ծանոթացան համալիրի եկեղեցիների պատմության ու նշանակությանը։ Պատգամավորներն այցելեցին նաև ճարտարապետ քանդակագործ ու մանրանկարիչ Մոմիկի թանգարան, որտեղ ցուցադրված էին նրա պատկերաքանդակներից նմուշներ, ինչպես նաև Մոմիկի ավետարանը։